Սոցիալական հարթակներում եւ տարբեր լրատվական էջերում տեղեկատվություններ շրջանառվում 200-ից ավելի դպրոցների իբր փակելու վերաբերյալ բնականաբար սա ապատեղեկատվություն է եւ կառավարության կողմից այս ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացվում, ընդհակառակը բազմաթիվ գյուղերում իրականացվում է դպրոցաշինության, մանկապարտեզաշինության հսկայածավալ աշխատանքներ, որի ապացույցները մենք յուրաքանչյուր ամիս տեսնում ենք նոր ավարտված դպրոցների, մանկապարտեզների տեսքով եւ բնականաբար այդ դպրոցները փակելու ուղղությամբ որևէ խոսակցություն լինել չի կարող։ Մեր դպրոցական ֆոնդը եւ մանկապարտեզների շենքային ֆոնդը բնականաբար բավական մեծ մաշվածություն ունի, հաշվի առնելով, որ դրանք հիմնականում խորհրդային տարիներից պահպանված շենքեր են եւ կառավարության ծրագրով սահմանված 500 դպրոց 300 մանկապարտեզ ծրագրի շրջանակում առանձնացվել են այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք առավել վատ վիճակում են գտնվում եւ ծրագրի այս փուլում առավել շատ կենտրոնացել ենք գյուղական բնակավայրերի դպրոցների վրա, եթե մենք երբեմն քաղաքային բնակավայրերի դպրոցներից բողոքներ ենք ստանում, որ քաղաքային բնակավայրերին բավարար ուշադրություն չենք դարձրել, որովհետեւ ծրագրի առաջին փուլում ավելի շատ գյուղական բնակավայրերին ուշադրություն ենք դարձրել եւ այդ բոլոր գյուղական բնակավայրերում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ուղղությամբ։ Ունենք դպրոցներ, որոնք արդեն ավարտված են, շահագործման հանձնված են, դրանց ցանկերը մենք պարբերաբար հրապարակում ենք եւ ունենք բավական մեծ ծավալի ընթացող շինարարություններ, որոնք մինչ տարեվերջ, մի մասը նաեւ մինչեւ սեպտեմբեր ամիսը, մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը կավարտվեն։ Բնականաբար ծրագիրը շարունակական պիտի լինի, որովհետեւ ես ինչպես քիչ առաջ նշեցի, մեր կրթական հաստատությունների շենքային ֆոնդը բավական մեծ մաշվածություն ունի եւ մենք ունենք հանրապետությունում շուրջ 1400 դպրոց եւ ընդամենը 300 դպրոցի ուղղությամբ ենք այս հնգամյա ծրագրի շրջանակում աշխատանքներ իրականացնում եւ մենք արդեն իսկ սկսում ենք աշխատանքներ հաջորդ 300-ի հավաքագրման եւ սկզբունքներ ենք մշակում, թե ինչ սկզբունքներով, ինչ չափանիշներով են ընտրվելու։ Այս փուլում կենտրոնացել ենք մեծամասամբ գյուղական դպրոցների վրա, բայց բնականաբար քաղաքային բազմաթիվ դպրոցներ էլ կան ծրագրում ընդգրկված։ Հիմա աշխատանքներ են իրականացվում արդեն հաջորդ փուլի 300-ի ցանկի մշակման ուղղությամբ, բնականաբար մանկապարտեզների ծավալը կարծում եմ 500 չի լինի, ավելի փոքր կլինի, որովհետև մենք հանրապետությունում ունենք շուրջ 1000 մանկապարտեզներ եւ դրանց մեծ մասը արդեն բարեկարգված են, բոլոր այն մանկապարտեզները կամ այն նախադպրոցական հաստատությունները, որովհետև մենք դպրոցներում գործող նախակրթարաններ էլ ունենք, որոնք նախադպրոցական կրթության մաս են կազմում, որտեղ միջամտության կարիք կլինի, բնականաբար բոլոր այդ տեղերում միջամտություն պլանավորվում է։ Ավելին ասեմ, հիմա քննարկվում է նաև արտադպրոցական ուսումնական հաստատություններին հաջորդ փուլում մեծ ուշադրություն դարձնել, որովհետև դրանք հիմնականում մեծամասամբ համայնքային ենթակայության շենքեր են եւ այս կառույցներում եւս տևական ժամանակ որևէ ներդրում չի արվել, իսկ մեր կրթության ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացված երեխաների բազմակողմանի զարգացմանը եւ յուրաքանչյուր երեխայի համար բազմակողմանի զարգացման հնարավորությունների հասանելիության ապահովմանը։ Հետևաբար թե մշակույթի, թե սպորտի ուղղությամբ արտադրոցական կառույցները եւս հաջորդ փուլում պլանավորվում է, որ իրենք եւս կընդգրկվեն այս ծրագրում։